Բարև ձեզ։ Անցած տարվա դեկտեմբերի 28-ից Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերը, որոնց պատճառները սկզբում երկրում վատ թարացող տնտեսական ճգնաժամն ու սոցիալական վիճակն էր, կարճ ժամանակում վերածվեցին իշխող վարչակարգի դեմ ուղղված պայքարի։ Թեև վերջին օրերին ցույցերը մարել են, սակայն ներքին լարվածությունը պահպանվում է, իսկ արևմուտքից հնչող ռմբակոծությունների սպառնալիքները վտանգում են երկրի ինքնիշխանությունը։ Արդյոք այս մթնոլորտում եւ արտաքին ճնշմամբ Իրանում կլինի իշխանափոխություն, ինչ ազդեցություն կունենան այս իրադարձությունները տարածաշրջանում, այս համատեքստում ինչպես կվերադասավորվեն հայ-իրանական հարաբերությունները եւ վերջապես ինչպես անդրադարձան այս իրադարձությունները Իրանի հայկական համայնքի վրա։ Այս հարցերի շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Թեհրանի Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շահնազարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Շահնազարյան, գանք սկզբից, ինչու եւ ինչ դեպքերից հետո Իրանում բռնկվեցին այս զանգվածային ցույցերը, արդյոք պատճառը միայն տնտեսական եւ սոցիալական վիճակի վատթարացումն էր, թե ինչպես պաշտոնական Թեհրանն է պնդում, ուղղորդված էին այս ցույցերը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Սկզբում ցույցերի բողոքի ակցիաների հիմնական պատճառը երկրում առկա տնտեսական անմխիթար վատթար վիճակն էր։ Ազգային արժույթի արժեզրկումը, արտարժույթի գնի կտրուկ աճը, սղաճը, սրանք բոլորը շուկային կաթվածահար էին դարձրել տնտեսվարողները, բիզնեսմենները, ինչու չէ նաև հասարակության լայն զանգվածները գտնվում էին տնտեսական ճնշման, մեծ ճնշման ներքո, եւ հենց սա պատճառ դարձավ բողոքի ակցիաների, որոնք սկսվեց շուկայից, տնտեսվարողներից, եւ կառավարությունը, իշխանությունները այդ ժամանակ նաև հայտարարեցին, որ իրավացի են, մարդիկ իրավունք ունեն իրենց բողոքի, այսպես կոչված արտահայտություններ ունենալ, բողոքը արտահայտել ստեղծված վիճակին։ Առաջին 2-3 օրը ցույցերը հիմնականում սահմանափակվում էին հենց այդ շրջանակում, սակայն հենց արդեն երկրորդ օրվանից ակնհայտ էր, որ փորձ է արվում ուղղորդել այս ցույցերը, փորձ է արվում ձևախեղել բողոքի ակցիաները։ Դա ցավոք սրտի ստացվեց։ Շատ արագ դրանք ձևախեղվեցին, վերածվեցին հակաիշխանական ցույցերի, ուղղորդված ընդ որում, հստակ ուղղորդված Արևմուտքից եւ Իսրայելից, փաստերը այդ մասին անհերքելի են, բազմաթիվ են, թե ինչպես էր ուղղորդվում, ինչպիսի տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմ էր մղվում Իրանի իշխանությունների դեմ, ինչպես էր թիրախավորվել Իրանի հասարակությունը այդ առումով, եւ ինչ հսկայական ցանց էր գործում նաեւ այսպես կոչված գործակալական ցանց Իրանում, որոնք կազմակերպում էին այդ ամբողջ անկարգությունները, որոնց փիկը եղավ հինգշաբթի եւ ուրբաթ օրերը, այդ հայտնի օրերը, որտեղ տեղի ունեցան աննախադեպ, այսպես կոչված բռնությունների, վանդալիզմի, սրբապղծության դեպքեր, ինչն էլ բնականաբար իշխանություններին ստիպեցին համարժեք ու համաչափ միջոցներ ձեռնարկել, նաև շատ կարևոր հանգամանք էր, որ հաշվարկը ինչ որտեղ սխալ արված էր, այսինքն մտածում էին այդ ցույցերը միանգամից վերածվելու են զանգվածային անկարգությունների, անկառավարելիության սահմանի են հասնելու, դառնալու են անկառավարելի իշխանությունների կողմից, եւ արդյունքում նաև կարող է տեղի ունենալ իշխանական համակարգի փլուզում։ Ոչ սա տեղի ունեցավ, ոչ մյուսը։ Լայն էին, նշում եմ, շատ ընդարձակ այսպես կոչված անկարգություններ էին, աննախադեպ էին իրենց տեսքով, բայց ոչ դարձան այսպես կոչված համազգային նման երևույթի չվերածվեցին իրականում, չնայած փորձը արվում է արևմտյան մեդիայի կողմից ներկայացնել որպես նման երևույթ, բայց իրականում այդպես չէր, եւ նաեւ իշխանական համակարգի փլուզում տեղի ունեցավ։ Մի կարևոր նրբություն եւս կար։ Ես առիթ եմ ունեցել նշելու, Իրանի հասարակությունը ավանդապաշտ եւ կրոնապաշտ հասարակություն է։ Երբ դու թիրախավորում ես իր ավանդույթները, երբ թիրախավորում ես ազգային արժեքները, կրոնական արժեքները, հոգևոր առաջնորդին, դեռ հոգևոր առաջնորդը, ասենք, քաղաքական ֆիգուրա է համարվում, իր հոգևոր նաեւ առաջնորդի դերով, նաեւ քաղաքական երկրի առաջնորդն է փաստացի, թիրախավորում ես
ազգային արժեքներ, թիրախավորում ես կրոնական արժեքներ, հարձակման ես ենթարկում մզկիթները, վառում ես Ղուրանը, անպատվում ես սրբություններին, անպատվում ես ազգային սիմվոլներին, դրոշ իջեցնել, պատռել, ոտնատակ տալ, սրանք բոլորը հասարակության մի զգալի խավի մոտ հակառակ էֆեկտն են ունենում։ Ու մենք ականատես եղանք այդ դեպքերից ընդամենը 2-3 օր հետո ինչպիսի զանգվածային ցույցեր տեղի ունեցան ի պաշտպանություն հոգևոր առաջնորդի, ի պաշտպանություն իշխանության եւ ի պաշտպանություն ազգային կրոնական արժեքների։ Միաբանված է հասարակությունը շատ այլ հասարակությունների հետ համեմատած։ Իրանում առավել Ինչ երբ նշեցիք, որ իրենց հատկապես հավատին, կրոնին, հոգևոր արժեքներին են դիպչում, ոտքի են կանգնում, բնականաբար չեմ կարող ասել 100%-ով հասարակությունը միաբանված է, որովհետև այնուամենայնիվ այն քարոզչությունը, որը տարվում է մեդիայի միջոցով, տարվում է համացանցում, սոցիալական հարթակներում, մենք գիտենք, որ սոցիալական հարթակները ինչպես են օգտագործվում ուղղորդելու հանրությանը, խեղելու հանրության, այսպես կոչված նկարագրային կառուցվածքը, մանավանդ ազդելու երիտասարդության ու պատանիների վրա։ Չմոռանամ նշել, որ այս ցույցերում, այդ անկարգություններում ներգրաված մեծամասնությունը 15-16 մինչև 20-22 տարեկան երիտասարդներ էին, այսինքն նրանք, որ շատ արագ կարան ազդեցության տակ ընկնել, շատ արագ կարաս նրանց հոգեբանության վրա, գիտակցության վրա աշխատել, մթակնել դա եւ հանել փողոց։ Դա է տեղի ունենում, բայց այո, Իրանի հասարակության ըստվար զանգվածը չի կարող հանդուրժել նման բաներ։ Անկամ նա, ով ես ուզում հատուկ ընդգծել, նա ով խնդիր ունի ներկա իրավիճակի հետ, համարվում է քննադատը ներկա իրավիճակի, նա ով կարող է նաև խնդիր ունենալ գործող իշխանությունների հետ։ Այդուհանդերձ, եթե գիտակցում է ինչ է տեղի ունենում, այդ մարդը երբեք չի ողջունելու նման սրբապղծություն, նման անարգանք ազգային կրոնական սիմվոլների նկատմամբ։ Հետևաբար կարծում եք նաև, որ համացանցի անջատումը ճիշտ որոշում էր, որպեսզի այդ խեղաթյուրված ինֆորմացիան լրատվամիջոցներով չհասնի հասարակությանը։ Յուրաքանչյուր երկրի իշխանություն, իմ կարծիքով, նման դեպքերում աշխատում է ելնելով երկրի անվտանգային մթնոլորտի իրավիճակից, ելնելով կայունություն հաստատելու, ելնելով իրավիճակը կառավարելիության սահմաններից դուրս չգալու, այսպես այն բանից, որ պիտի ինքը կատարի, որպես դուրս չգան այդ բանից։ Բնականաբար այդ համացանցը օգտագործվում էր հստակ քարոզչություններ գնում, հակաիրանական, հակաիշխանական հստակ քարոզչություններ գնում, բռնության հստակ կոչեր էր արվում, սարսափելի էր, որովհետև ես հետևում էի այդ օրերին, ինչպիսի բռնության կոչեր, սպանության կոչեր, գլխատելու, քառատելու, մասնատելու, վառելու, ավիրելու կոչեր, որոնք տարածված էին համացանցում, դրա հետ զուգահեռ մի այլ բան կար, որ այն բջիջները, որոնք աշխատում էին երկրում, այն լիդերները եւ իրանց հետ կապված բջիջները, որոնք ղեկավարում էին այս ամեն ինչը, դրանք հենց այդ սոցիալական ցանցի միջոցով էին միմյանց հետ շփվում։ Ինտերնետի անջատումը նպաստեց, որպեսզի թե այդ կապը խզվի, թե այդ հակաքարոզչության ալիքը դադարեցվի, իշխանությունները կարողանան վերահսկել իրավիճակը։ Պարոն Շահնազարյան, անկարգությունները Իրանում բռնկվեցին, ինչպես գիտենք, Վենեսուելայի հետ կապված դեպքերին զուգահեռ, եւ Թրամփը սպառնաց Իրանին նույնպես, որ Վենեսուելայի օրինակով կմիջամտի եւ կլուծի Իրանի խնդիրները, թեպետ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ կկտրի ցանկացած ձեռքով, կփորձի խաթարել իրենց երկրի անվտանգությունը։ Կարող ենք այսօր արդեն ասել, որ Միացյալ Նահանգներին այնուամենայնիվ չհաջողվեց Իրանի հաստատակամությունը կոտրել եւ ինչպես հայտարարում էր, նաեւ իշխող վարչակարգը փոխել։ Միանշանակ չհաջողեց հաստատակամությունը կոտրել եւ իշխանափոխության հասնել Իրանում, որովհետեւ գիտենք այս ամեն ինչի թիկունքում հենց այդ իշխանափոխության նպատակն էր դրված վերջիվերջո եւ այդ սպառնալիքները մենք պետք է մի շատ կարևոր փաստ նկատի ունենանք,
դրանք տեղի են ունենում տարբեր այսպես կոչված տարածաշրջաններում, ինչ որ տեղի ունեցավ Վենեսուելայում զուգահեռաբար Իրանի իրադարձությունների, դրանք տարբեր տարածաշրջաններում, տարբեր քաղաքական պայմաններում, տարբեր համակարգերում տեղի ունեցան։ Իրանի համակարգում մի բան ակնհայտ էր, որ Վենեսուելայում այնուամենայնիվ այնպես տենց հեշտ չէր ստացվի, եթե հենց ներիշխանական այսպես կոչված համակարգում չլիներ, պառակտում չլիներ, գոնե լուր համաձայնություն, այդպես չէր ստացվի, որ իջնեին նախագահական նստավայր կամ ուր որ էր Մադուրայի բնակավայր, նրան ննջասենյակից հանեին, նստացնեին ուղղաթիռ ու շատ հանգիստ տեղափոխեին։ Նախ Իրանում նման սցենար բնականաբար չէր աշխատելու, իսկ ինչ կապված էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու, դա եւս տեսականորեն այո հնարավոր էր։ Կար օրեր, որ բոլորս սպասում էինք, որ կարող է պատահել հենց այսօր հարվածել։ Բայց մի քանի կարևոր հանգամանք եւ գործոն կար, որոնք Միացյալ Նահանգները այնուամենայնիվ հաշվի առավ դրանք եւ դրանք կանխեցին այսպես կոչված այդ գործողությունները։ Մեկ Իրանի ռազմական հզորությունն էր, որի ապացույցները մենք ականատեսը եղանք 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի դեմ հրթիռային ու ԱՏՍ հզորությունը։ Երկու այն կարևոր հանգամանքը, որ Իրանի իշխանությունները եւ զինված ուժերը հստակ նշեցին առանց փակագծերի, առանց այսպես տողատակերի, շատ հստակ նշեցին, որ յուրաքանչյուր հարված ոչ միայն արժանանալու է համապատասխան եւ համարժեք պատասխանի, այլևս Միացյալ Նահանգների շահերը մեր տարածաշրջանում դառնալու են մեր օրինական թիրախները։ Եվ դա նշանակում էր, որ ոչ միայն այն երկրները, որոնք կաջակցեն Միացյալ Նահանգներին այս գործողություններում, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրները կարող են ներքաշվել այս պատերազմի մեջ։ Այն երևույթ, որին դեմ էին կտրուկ տարածաշրջանի բոլոր երկրները։ Այս գործոնները բոլորը կողք կողքի դրած ձևավորեցին մի խճանկար, որը ստիպեց Ամերիկային գոնե ժամանակավորապես հետաձգել այս գործողությունները, որովհետև Իրան-Ամերիկա հարաբերություններում ես կարծում եմ այս խմորը դեռ այս հարաբերությունների խմորը դեռ շատ ջուր է տանելու, այնպես չի որ ամեն ինչ կարգավորված է, այնպես չի որ հանդարտեցվել է ամեն ինչ, ոչ, թեև հռետորաբանությունը երկու կողմից էլ մի քիչ մեղմացել է, բայց այնուամենայնիվ լարվածությունը պահպանվում է, նման գործողությունների հնարավորություն տեսականորեն ապագայում գոյություն ունի, բայց այս պահի դրությամբ այդ առճակատման հնարավորությունը հետաձգվեց։ Պարոն Շահնազարյան, Իրանում կատարվող իրադարձությունները աշխարհակարգի ձևափոխման, վերադասավորման այս փորձերը բնականաբար չեն կարող անհետևանք մնալ նաև Հայաստանի վրա։ Հետաքրքիր է այս ամենը եւ նաև ավելացնենք սրան այն, որ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս շատ կոշտ ելույթ եւ հայտարարություն ունեցավ, հատկապես թե ինչպես կանադառնա մեր ներկայիս իշխանության գործելավոճը հայ-իրանական հարաբերությունների վրա։ Այս ամբողջ համատեքստում կան արդյոք վտանգներ, որոնք սպառնում են Հայաստանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է այս տարածաշրջանում, եթե Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր մի կողմ թողնենք, որ դրա այդ հարաբերություններն գիտենք, թե ինչ մակարդակի է իջեցվել եւ ինչպես է փչացվել Հայաստանի գործող իշխանությունների կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է միակ վստահելի հարևան, բարեկամ եւ նաեւ դաշնակից երկիրը Հայաստանի հետ այս տարածաշրջանում, որովհետեւ այն անվտանգային մթնոլորտը, որը տիրում է այս տարածաշրջանում, մեծ մերձավոր արևելքում եւ հատկապես մասնավորապես հարավային Կովկասում ու այն մարտահրավերները, որոնք ծնվում են այդ անվտանգային մթնոլորտից, գրեթե Իրանի եւ Հայաստանի համար մեծ մասամբ, եթե չասեմ գոնե 90%-ով, առնվազն 90%-ով համընկնում են միմյանց այդ մարտահրավերները նույնականացված են։ Այդ առումով բնական դաշնակիցն է համարվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, այն երկիրը, որը թեև 20-20-ի 44-օրյա պատերազմից հետո իր դերակատարությունը եւ նշանակությունը ցավոք սրտի հարավային Կովկասում կտրուկ նվազել է, այդուհանդերձ դեռևս մնում է տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանող այն ծանրակշիռ կշռաքարը,
որը նպաստում է որպեսզի անակնկալներ, այսպես կոչված այս տարածաշրջանում մանավանդ Հայաստանի հետ կապված տեղի չունենան։ Այդ կարմիր գծերը, որոնց մասին բազմիցս նշել է Իրանը, մնում են անփոփոխ։ Հայաստանի հետ կապված, Սյունիքի հետ կապված, Զանգեզուրի միջանց կամ ինչպես այս իշխանություններն են սիրում փաթեթավորված ներկայացնել թրիփի հետ կապված, մնում են նույնը, դրանք անփոփոխ են։ Եվ ցանկացած ապակայունություն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ցանկացած քաղաքական քաոս Իրանում, դա իր անմիջական ազդեցությունն է ունենալու այս տարածաշրջանի վրա։ Թեպետ այս իրադարձությունների ընթացքում պաշտոնական Անկարան ընդգծված պրոիրանական հռետորաբանություն եւ մոտեցում կիրառեց, որովհետեւ սպառնալիքները նաև իր համար կային, ապագայում կարող էին այդ սպառնալիքները տեղափոխվել Թուրքիա։ Թեպետ Ադրբեջանը փորձում էր զսպված մոտեցում ցուցաբերել իշխանական մակարդակով, շատ զուսպ էին ադրբեջանցիները մեդիա դաշտում ու սոցիալական ցանցերում ոգևորությունը, որ կար այլ բաներ, բայց իշխանական մակարդակում գոնե առերես զուսպ էին, այդուհանդերձ ակնհայտ է եւ կասկած չի հարուցում այն փաստը, որ եթե Աստված մի արածե Իրանը ներքաշվի այնպիսի քաղաքական քաոսում, որը անհնար կդարձնի իր գործոն միջամտությունը տարածաշրջանի այլ զարգացումներում, ես վստահ եմ, մյուս փորձագետներն էլ ես ինչքան հետևել եմ նույն բանն են ասում, ադրբեջանա-թուրքական ալյանսը առիթը բաց չի թողնելու մեկ անգամ ընդմիշտ Սյունիքի հարցը լուծելու եւ նպատակները իրականացնելու։ Դեսպանի հայտարարության հետ կապված ես պիտի նշեմ, որ դա ոչ թե սպառնալիք էր, այլ զգուշացում։ Մենք այդ երկու բանը պիտի տարբերենք։ Զգուշացում էր բարեկամ հարևան երկրին։ Ձեր գործողությունները չեն համապատասխանում դիվանագիտական նորմերին, դիվանագիտական հարաբերությունների, այսպես կոչված պրինցիպներին, չեն համապատասխանում երկու բարեկամ եւ հարևան երկրների հարաբերություններին։ Ինքը հստակ նշեց, որ չի ցանկանա տեսնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքը դառնա պլաստարմ երրորդ երկրների համար Իրանի դեմ գործողությունների եւ հստակ զգուշացրեց, որ սրանք կարող են ապագայում բացասական անդրադարձ ունենալ Իրանի հետ հարաբերություններում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եթե մի քիչ այսպես կոչված խոհեմ մտածեն, կարող են անհրաժեշտ հետևություններ անել այս ամենից եւ այդ անհրաժեշտ հետևությունները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը, սխալների այսպես կոչված սրբագրմանը, բայց եթե որովհետեւ ցավոք սրտի այն քաղաքականություն, որ այս իշխանություններն են տանում, դա պատեհապաշտության նման մի բան է բոլոր ասպարեզներում։ Հիմա Իրանում անկարգություններ կան, Արևմուտքի, Միացյալ Նահանգների աչքինց այսպես դաշնակից Երևանում մենք թույլ ենք տալիս ցույցեր։ Չմոռանանք Թուրքիայում ինչպես վարվեցին այդ ցուցարարների հետ, Ադրբեջանում ընդհանրապես թույլ չեն տվել, այս տարածաշրջանում անգամ Վրաստանում նման ցույցեր թույլ չեն տվել, ինչու պիտի հենց Երևանում եւ Իրանի դեսպանատան դեմ երկու անգամ նման ցույցեր տեղի ունենան։ Պարոն Շահնազարյան, ինչ կասեք իրանահայ համայնքի մասին, նախ ինչ վիճակ է այս պահին այնտեղ, վերջին տվյալներով 2 զոհ կար եւ ինչ դիրքորոշում առհասարակ ունեն։ Ես չեմ կարող հիմա հստակ որևէ բան փոխանցել, որովհետեւ այն օրվանից որ կապը անջատված է, որևէ այլ աղբյուրներ, այսինքն կապի միջոց իմ գործընկերների հետ, ազգային իշխանության հետ ես չեմ ունեցել, որպեսզի տեղյակ լինեմ, թե ինչ վիճակ է։ Զոհերից մեկը հաստատված է 100%, ցավոք սրտի, նաև խոսվում է մեկ զոհի մասին, չգիտեմ, ես անձնական տվյալ չունեմ, թե արդյոք 100% է, թե ոչ։ Բայց կարող եմ հստակ նշել, որ իրանահայ համայնքին ֆիզիկական վտանգ չի սպառնում բնականաբար, որովհետև նման իրավիճակներում, երբ նման իրավիճակներ է ստեղծվում երկրում, ընդհանրապես երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում նաև իրանահայության, մեր դեպքում, հիմա իրանահայության մասին եմ խոսում, անվտանգության հարցերին։ Չմոռանանք, որ օրինակով ասեմ, նաև Իրանում ապրում է հրեական համայնք, այնպես չի որ չկան, հրեական համայնք կա, ներկայություն կա, եւ եթե անգամ մեկի
մի մազը մի բան լիներ, գիտենք թե ինչ բան տեղի կունենար Միդիայում։ Նման բան տեղի չունեցել, Իրանահայ համայնքում էլ տեղի չունեցել։ Ես կարող եմ արդեն հստակ նշել, փորձից ելնելով, որ անպայման մեր ազգային իշխանությունները, թեմական խորհուրդը, թե Թեհրանում, թե Նորջուղայում, թե Ատրպատակամ, այսինքն 3 իրանահայ թեմերում անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, որպեսզի կարողանան ապահովել իրենց համայնքների կամ ընդհանուր իրանահայ համայնքի անդորրը, խաղաղությունը եւ անվտանգությունը։ Ցավոք սրտի այդ զոհը կար եւ տեսնենք ինչպես է ընթանալու իրադարձությունների ընթացքը, ինչպես է լինելու, բայց ասում եմ, ի պատիվ իշխանությունների եւ մեր ազգային իշխանության գործողություններին նման վտանգներ, որ սպառնա ամբողջ համայնքին, գոյություն չի ունեցել։ Այլ հարց է, եթե նորից կրկնում եմ, երկիրը ներքաշվի անկառավարելի քաոսի մեջ, քաղաքական քաոսի մեջ, ուժի վակում տեղի ունենա երկրում Աստված մի արածը, այդ դեպքում արդեն ամեն ինչ հնարավոր է, որովհետև այդ սպառնալիքը իրանական ողջ հասարակության համար է, իրանահայ համայնքն էլ այդ հասարակության մի մասնիկն է, առանձին չի ապրում այդ հասարակությունից, եւ եթե անկարգությունները սահմաններն անցնեինք, դառնար անկառավարելի քաղաքական քաոս, կրկնում եմ, այդ ժամանակ կարող էր որ լուրջ վտանգներ տեսականորեն գոյություն ունենար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ լսելու եւ դիտելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում Թեհրանի Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շանազարյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։